Հարգելի գործընկերներ, մինչ զեկուցվող հարցերին անդրադառնալը ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ շատ կարևոր մի որոշում է կայացրել FIFA-ն եւ 2029 թվականին աշխարհի միջև 20 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում եւ Վրաստանում։ Ես ուզում եմ թե Վրաստանին, թե մեզ շնորհավորել այս հաջողության առիթով, ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Վրաստանի մեր գործընկերներին եւ անձամբ վարչապետ Կոբախիձեին այս հարցում արդյունավետ եւ սերտ գործակցության համար։ Կարծում եմ ակնհայտ է, որ սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում եւ ֆուտբոլային եւ բոլոր առումներով եւ հիմա արդեն անցանք գործի։ Ինչպես պայմանավորվել ենք, մենք կարծում եմ պետք է նախ աշխատանքային խումբ կազմ կոմիտե ձևավորենք այս տրամաբանության մեջ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ եւ նաեւ իհարկե երկու երկրների, ես չգիտեմ, պետքա քննարկել վրաց գործընկերների հետ համատեղ կազմ կոմիտեի անհրաժեշտ եւ FIFA-ի մեր գործընկերների հետ պետք քննարկել համատեղ կազմ կոմիտեի անհրաժեշտություն կա թե ոչ, բայց այնուամենայնիվ որ որոշակի կոորդինացիա պետք է աշխատանքների, այդ ակնհայտ է։ Իհարկե նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների ֆեդերացիաներին, որոնք այս ընթացքում շատ սերտ աշխատել են եւ ջանքեր են գործադրել, որպեսզի այս իրադարձությունը տեղի ունենա։ Ես հիշում եմ, երբ որ տարիներ առաջ ֆեդերացիաները մոտեցան մեզ, ինձ եւ Վրաստանի վարչապետին եւ այդ գաղափարը առաջ քաշեցին, բնականաբար դա մեզ շատ ուրախացրեց, բայց մյուս կողմից դժվարանում էին գնահատել, թե ինչքանով է դա իրատեսական, հիմա փաստը մնում է փաստ։ Տիկին Անդրեասյան, մենք գիտենք Հայաստանում քանի խաղ է տեղի ունենալու եւ որքան Իջևանում, որքան Վանաձորում եւ որքան Երևանում։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, այո, նախ թույլ տվեք ասել, որ սա իսկապես շատ մեծ իրադարձություն է, որովհետև ըստ էության մեծահասակների աշխարհի առաջնությունից հետո երկրորդ իր նշանակությամբ երկրորդ կարևորագույն միջոցառումն է, ոչ ֆորմալ աշխարհի երիտասարդական առաջնություն է նաև անվանվում եւ ակնկալվում է, որ այդ օրերին մենք կունենանք ավելի քան 100,000 երկրպագու, որոնք այցելեն թիմերին խաղերը դիտելու։ Իհարկե այս պահին դեռևս ծրագիրը նախնական է եւ հնարավոր է որոշ փոփոխությունների ենթարկվի, բայց մենք պլանավորում ենք, որ Երևանում կունենանք մինչեւ 20 խաղ եւ Վանաձորում եւ Իջևանում մինչեւ 10 խաղ եւ ըստ էության Կներեք, այսինքն 40 խաղ Հայաստանում է տեղի ունենալու։ 30, պարոն վարչապետ։ Վանաձորում եւ Իջևանում միասին մինչեւ 10 խաղ եւ Երևանում մինչեւ 20 խաղ։ Ամեն դեպքում 30-ն է շատ մեծ թիվ, այստեն չի։ Դե մենք այո։ Ըստ ամենայնի մինչեւ 20 տարեկաններին ուրիշ ավելի մեծ է։ Այո, իր ընթացակարգը ծրագիրը բնականաբար դեռ կհստակեցվի, բայց նախատեսվում է, որ ամենայն հավանականությամբ մենք խոսում ենք 29 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների մասին, այսինքն շատ մեծածավալ մի իրադարձություն է տեղի ունենալու, որին պետք է պատշաճ պատրաստվել եւ պարոն վարչապետ, ուզում եմ հիշեցնել, որ նախորդող տարում կառավարությունը արդեն մի շարք որոշումներ կայացրել է ստադիոնների մասով, մենք մասնավորապես հիմա գտնվում ենք Վանաձորի ստադիոնի վերակառուցման փուլում, որը պետք է լինի UEFA-ի 4-րդ կատեգորիայի ստադիոն, ընդունելով նվազագույնը 10,000, հիմա մինչև 12,000 հանդիսատես ընդունելու հնարավորություն ենք ունենալու վերակառուցման արդյունքում եւ մենք նախորդ տարի նաեւ որոշում ենք կայացրել Իջևանում նոր ստադիոնի կառուցման մասով, որը նույնպես կլինի UEFA-ի 4-րդ դասի ստադիոն եւ արդեն իսկ հողի հետ կապված աշխատանքները մարզպետարանի հետ միասին ավարտել ենք եւ ունենք նաեւ ստադիոնի կառուցման առաջարկը, որը առաջիկայում կբերեն կառավարության քննարկմանը, այսինքն աշխատանքները ինտենսիվ ընթացել են նախորդող փուլում, հիմա էլ համակարգված միասին կաշխատենք, որպեսզի պատշաճ պատրաստվենք։
Շատ լավ, իհարկե Վանաձորի եւ Երևանի դեպքում ինձ համար պարզ է մենք ինչպես ենք գործելու։ Ճիշտն ասած Իջևանի մասով որոշակի լարվածություն կար եւ կա, որովհետեւ այնտեղ 0-ից ստադիոն պիտի կառուցվի, բայց ես ուրախությամբ տեղեկացա, որ կան ընկերություններ, որոնք ոչ միայն պարտավորվում են, որ կարճ ժամանակում որոշակի նախագծով կկառուցեն ստադիոն, այլև իրենք արդեն այդպիսի փորձ ունեն, այսինքն այնպես չի, որ իրենք ասում են, այլ մենք գիտենք կոնկրետ տեղերում, որ իրենք կոնկրետ ժամկետներում իրականացրել են, եւ սա շատ լավ նորություն է, պարոն Խաչատրյան, մենք պետքա այս պահից սկսած որոշումներ կայացրենք, որովհետեւ այսինքն երկար-բարակ քննարկումների կարիք չունենք, մանավանդ որ երկար-բարակ քննարկումները արել ենք, որովհետև ամեն փուլի հետ մեզ ազդակները եկել են, որ ոնց որ թե դրական հունով են ընթանում process-ները եւ այլն, եւ այդ տրամաբանությամբ մենք կշարունակենք առաջ շարժվել, բայց հիմա այստեղ ի՞նչն է կարևոր։ Կառավարությունը, այո, պետք է պատրաստվի, պատրաստվում է եւ կպատրաստվի, բայց այդտեղ մենակ կառավարության խնդիրը չի։ Մասնավոր հատվածը 100,000 զբոսաշրջիկ, հարգելի գործընկերներ, մենք վստահ չեմ, թե մենք երբևէ նույն ժամանակը 2 ամսում այդքան մեծ թիվ ենք ընդունել ենք եւ պետքա հյուրանոցային ոլորտի այն ներդրումները, որոնք ընթացքի մեջ են, մտածում են, պետքա իրանց քաջալերել։ Երկրորդը սննդի, հանրային սննդի ոլորտում կան էլի պետքա հասկանալ, որովհետև այդքան մարդիկ մտնեն, ասենք ենթադրենք Իջևան կարողա սնունդը վերջանան տեղի մի օրում, որովհետև այդքան առևտուր, այդքան բան, այդքան երկրպագու եւ այլն, այսինքն պետքա տեղեր լինեն եւ սա նաեւ մեր քաղաքների, այդ թվում Վանաձորի ստադիոնի շրջակայքում աշխատանքներ ունենք անելու, որովհետև այնտեղ մոտեցող ճանապարհները բավականին նեղ են, շենքերի արանքով են եւ այլն, այսինքն բազմաթիվ հարցեր կան։ Ինձ թվում է, որ այս խնդրի հետ կապված, պարոն Խաչատրյան, նաեւ մեր տեղական մասշտաբի ներդրումային ֆորումի նման մի բան է պետք անել, նկատի ունեմ աշխատանքային մակարդակի, որպեսզի հասկանանք որտեղ ինչ ներդրումներ կան եւ շատ լավ լուրն այն է, որ մենք նաեւ վերջին այցերի ընթացքում, երբ որ մենք Բերդ խոշորացված համայնք գնացինք, նոյեմբերյան խոշորացված համայնք գնացինք, այդտեղ նաև մենք պետքա ինչ որ քննարկում ենք զբոսաշրջային հոսքերի համար, ես համոզված եմ բոլոր այդ մարդիկ, եթե մենք զբոսաշրջային հոսքերը ճիշտ ուղղորդենք, նրանք էլի կվերադառնան հաստատ եւ հաստատ ուրիշներին էլ խորհուրդ կտան, որ գնացեք անպայման Հայաստանը տեսեք։ Նկատի ունեմ իրադարձությունը, բուն իրադարձությունը ֆուտբոլային է, բայց այստեղ հարակից շատ մեծ էֆեկտների սպասում մենք պետքա ունենանք եւ պետքա ամեն ինչ անենք, որ ենթակառուցվածքը համապատասխան լինի, որպեսզի մաքսիմալ մեր տնտեսությունը, մեր հանրությունը, մեր բիզնեսը հոգուց ստանա։ Համեցեք, Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, այստեղ դուք շատ ճիշտ եք, մեծ ծավալի աշխատանք կա թե մասնավորի կողմից, թե մեր կողմից, պետք է ասեմ, որ այս որոշումից հետո մենք ակնկալում ենք, որ առաջիկայում այց կլինի Հայաստան եւ մենք նաեւ կստանանք առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզ FIFA-ի մեր գործընկերներից ու այստեղ կարևոր է լինելու նաև մեր տարբեր գերատեսչությունների ներգրավվածությունը, որովհետև մենք խոսում ենք ոչ միայն զբոսաշրջիկների մասին, մենք խոսում ենք նաև շատ մեծ ծավալի անձնակազմի ժամանակավոր Հայաստանում գործունեություն ծավալելու մասին առաջնության կազմակերպման ընթացքում, որը նախատեսում է հատուկ ընթացակարգեր, կարգավորումներ եւ այստեղ կարիք է լինելու մեր տարբեր գերատեսչությունների ներգրավվածությունը, նաև լրացուցիչ այդ թվում գուցե օրենսդրական որոշ կարգավորումների կարիք ունենանք, բայց վստահաբար այդ աշխատանքը միասին պլանավորված կարող ենք իրականացնել եւ կուզեմ նաեւ ընդգծել, որ ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, դուք նշեցիք ճանապարհների հարցը, ստադիոններին մոտեցող մնացած անհրաժեշտ ենթակառուցվածքների հարցը, մենք քանի որ աշխատում ենք փորձառու միջազգային կազմակերպությունների հետ, նույն Վանաձորի օրինակով կարող եմ ձեզ ասել, որ հիմա նախագծման process-ում այդ բոլոր հարցերը
ծրագրերը արդեն դրված են, այսինքն որոնք պիտի լինեն ճանապարհները, որ ուղղություններով, հաշվի առնելով միջազգային ստանդարտները եւ բոլոր այն կարգավորումները, որոնք պետք է ապահովել մարդկային նման հոսքի առկայության պարագայում, եւ սա զուգահեռ նախագծմանը արդեն մենք թե մարզպետի հետ ենք նաեւ քննարկումներ ունեցել եւ կարծում եմ, որ համապատասխան լուծումները օրինակ Վանաձորի դեպքում արդեն գծագրված են, Իջևանի պարագայում էլ արդեն կան առաջարկները։ Շնորհակալություն պարոն վարչապետ, մենք Տիկին Անդրեասյանի եւ պարոն Խուդացյանի հետ մի քննարկում այդպեսի ունեցել ենք դեռ ձեր նախորդ հանձնարարականի կապակցությամբ, ճիշտ է, մենք դեռևս աշխատանքային խումբը ֆորմալ ձևավորելու վերաբերյալ ձեզ որոշման առաջարկ չենք ներկայացրել, բայց սպասում ենք այս որոշմանը, որ ֆորմալացնենք։ Տիկին Անդրեասյանի հետ խոսում ենք վերջին օրերին, առաջիկա շաբաթվա ընթացքում կկազմենք այդպիսի առաջարկ կներկայացնենք ձեր որոշման համար, կձևավորենք անհրաժեշտ խումբ եւ կգույքագրենք այն բոլոր առնչվող հարցերը, որոնք պետք են աշխատանքների ժամանակին եւ անհրաժեշտ ծավալով իրականացնելու համար։ Պարոն Մկրտչ։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, արդեն մի քանի ամիս պարոն վարչապետ Վանաձորում նախապատրաստական աշխատանքներ արվում են այս մասով, նախարարի հետ էլ այցել ենք ենթակառուցվածքը դիտարկել ենք եւ ինչպես դուք նշեցիք, ոչ միայն բուն ֆուտբոլային ենթակառուցվածքը, այլև հարակից ենթակառուցվածքները, մոտեցող ճանապարհները պետք է համապատասխանեցվեն UEFA 4-րդ կատեգորիային։ Ուզում եմ նաեւ նշել, որ 2026 թվականի մարտի 9-ին կայացած Վանաձորի ավականու նիստում ենթակառուցվածքը փոխանցվել է, ամրագրվել է նախարարությանը ավականու որոշմամբ, ինչը հնարավորություն է տալիս նախարարությանը շատ ավելի ինտենսիվ պլանավորել եւ շուտով նաեւ մեկնարկել բուն աշխատանքներ։ Այսինքն ստադիոնը հիմա նախարարությանն է ամրացված։ Այո։ Շատ լավ։ Շատ լավ։ Իջևանի պարագայում դե հողի հարցը լուծեցինք, ավարտեցինք արդեն, թե էլ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ուրեմն 20 միավոր հողեր ամբողջությամբ 20-ն էլ ձեռք է բերվել, միավորման գործընթացում են գտնվում, ամեն ինչ իր անունով գնում է։ Եվ մեր պոտենցիալ շինարարություն իրականացնող ընկերությունը առաջիկայում այց ունենալու է, չէ՞, որովհետև պետք է արդեն սկսենք, էլ ձգելու բան չունենք։ Պարոն վարչապետ, իրենք արդեն այցելել են, որպեսզի մեզ տան նախնական առաջարկ մի քանի փուլով դիտարկել են։ Այսինքն տեղում հենց գետնի վրա գնացել են, տեսել են տարածքը։ Եվ դրանից հետո են ձևավորել առաջարկը քաղաքաշինության կոմիտեի գործընկերների հետ միասին քննարկել ենք, որովհետև նոր տեխնոլոգիաներ են առաջարկվում մեր երկրի համար ստադիոնի կառուցման մասով, որը նախատեսում է հիմնականում պատրաստի բլոկներով այդ անհրաժեշտ տրիբունաների հավաքումը։ Պարոն Վարդանյանը շատ ավելի մասնագիտորեն ճիշտ կբացատրի տեխնոլոգիան, բայց տեղում եղել են, ուսումնասիրել են եւ հետո տվել են առաջարկը եւ առաջիկայում առաջարկը արդեն կբերենք կառավարության քննարկմանը։ Շատ լավ։ Պարոն Խուդացյան, դե աշխարհի առաջնության ճանապարհներն էլ պետքա այդպես հասկանալիորեն լավ վիճակի լինենք։ Պատրաստ կլինենք, պարոն վարչապետ։ Դե սկզբունքորեն հիմա որ տենց հիշելով նայում եմ, մեծ խնդիրներ չունենք, իրոք մեծ խնդիրներ չունենք, փոքր-մոքր հարցեր կլինի կամ, բայց նաև կարևոր է, որ հլանթակառակ այն վերևի ճանապարհը կարա արդեն հենց այդ ժամանակ նկատի ունեմ Ենոքավան Ջուջևան ճանապարհը կարա տուրիստական նոր հոսքերի տրամաբանության մեջ լինի եւ իսկապես կարող ենք այդ խնդիրը լուծել։ Եթե հանկարծ պարզվի, չնայած ես կարծում եմ իրատեսական չի, Աթան Ենոքավանն էլ եթե պարզվի, որ կարող է այդ դրությամբ լինել, չնայած այնտեղ բարդ է երևի իրատեսական չի, բայց հա կիլոմետր։ Հա դրա համար եմ ասում, այդ իրատեսական չի, ամեն դեպքում տենց մտածենք, այդ իրատեսական չի, բայց Ճամբարակ Դիլիջան կամ Ճամբարակ Հաղարծին, այդ ճանապարհը, որը Գոշավանքի նաև եւ Աղավնավանքի ճանապարհն է, որը էլի զբոսաշրջային շատ խաչմերուկային նշանակություն ունեցող ճանապարհ է, այ դա իրատեսական է, որ մենք այնտեղ սողանքային մի կտոր կա, ինքը ճանապարհը ընդհանուր վատ վիճակում չի, այդ սողանքի հարցն է պետք հասկանալ ֆունդամենտալ լուծել, որ կարողանանք իմիջիայլոց այդ հատվածում շատ ակտիվ ներդրումային բան կա, շարժ կա, ինչ շատ ուրախացնող է, ինքը մի քիչ տենց ընդհանուր հոսքերից դուրս է,
բայց տուրիստական ամենասիրված հատվածն է դառնում եւ շատ ակտիվ համարյա ամեն կիլոմետրի վրա ինչ որ մի բան տեղի է ունենում եւ դա շատ ուրախալի փաստ է։ Ու նաև ուրախությամբ ուզում եմ արձանագրեմ, որ մասնավորապես Նավուր Թթուջուր ճանապարհի շահագործման հանձնելը ճամբարակում արդեն որոշակի ակտիվացման է բերել եւ բերելու է եւ դա էլ շատ կարեւոր նորություն է եւ մենք ուրախությամբ ենք արձանագրում, որ նաև հուլիսին ճամբարակում ֆեստիվալ է լինելու, հերթական ֆեստիվալներից մեկը լինելու է ճամբարակում եւ դա էլ կարծում եմ բնակավայրի խոշորացված համայնքի տենց նոր կյանքի ինչ որ շատ խոսուն մեկնարկ կլինի։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, կարևորն է նա, որ ես մի քիչ ճիշտն ասած լարված էի այդ առումով, բայց հիմա գործընկերների հետ մի քանի քննարկումների արդյունքում ավելի մեծ համոզվածություն ունեմ, որ ամեն ինչ, մասնավորապես Իջևան, քանի որ զրոյից ենք սկսելու, որ իրատեսական է, որպեսզի մենք միջև առաջնության մեկնարկը ունենանք ստադիոն եւ ձեռք բերենք ստադիոն կառուցելու նոր գիտելիք, այս շատ կարեւոր հանգամանք է, որը մեզ հնարավորություն կտա հետագայում ավելի արագ շինարարություններ եւ ունենալ եւ օբյեկտներ շահագործման հանձնել։ Շատ լավ, այժմ առաջարկում եմ, որ անցնենք զեկուցվող հարցերի քննարկմանը։